Երևան-Բաքու հարաբերություններում լռություն է, որտեղ է կանգ առել խաղաղության գործընթացն ու երբ տեղից կշարժվի սահմանազատման սայլը։ Արցախի օկուպանտը հայերին է մեղադրում ֆաշիզմի մեջ, Ալիևը շարունակում է հաթաթա տալ։ Անշարժ տանկն էլ բռնում է թշնամու վախը, վանդալիզմի նոր կադրեր օկուպացված Արցախից։ Մոսկվա-Կիև հաջորդ ռաունդը Ստամբուլում։ Զելենսկին սպասում է, Պուտինը կգնա, որ կողմն է կոռուպցիայի մեջ թաթախված իշխանություն ընդդիմություն բանավեճ խորհրդարանում։ Սյունիքի զարդը հնարավոր է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Վճարել 20 միլիոն, ծառայել 1 ամիս, բանակից խուսափելու թե ծառայության նոր պայմաններ Հայաստանում։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարդյանն եմ։ Առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն, սա հայ-ադրբեջանական լռությունը խախտող վերջին հայտարարությունն էր Հայաստանի արտգործնախարարից։ Մինչդեռ Բաքուն մի կողմից արտաքին աշխարհին ցուցադրում է, թե իբր բանակցում է խաղաղության շուրջ, մյուս կողմից շարունակում է տորպեդահարել խաղաղության գործընթացը, ուլտիմատում դնել Երևանի առաջ ու կրակել Սյունիքի գյուղերի ուղղությամբ։ Քաղաքագետը կարծում է, այսպես Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, իբր զգուշացնել, որ փոքր տրամաչափով հատուկենտ կրակոցները կարող են եւ խոշոր տրամաչափով փոխարինվել։ Նախ հարյուրավոր կիլոմետր երկայնքով սահմանի 12 կիլոմետրը սահմանազատելուց հետո սպասելիքներ ձևավորվեցին, թե կշարունակվի գործընթացը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Հետո խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունները հիմք տվեցին կարծելու, որ եթե այդ բովանդակությունը երկու կողմերին հարմար է, ապա դրա տակ կարող է լինել երկու երկրների ներկայացուցիչների ստորագրությունը։ Բայց տոտալ լռություն է գործընթացներից թե մեկի, թե մյուսի շուրջ։ Սահմանազատումը գոնե այս փուլում չի շարունակվում, իսկ խաղաղության պայմանագրի կնքման համար սեղանին պահանջներ, նախապայմաններ են դրված։ Մեկ ամսից ավելի է ադրբեջանական կողմը կրակում է սահմանին ու քարոզչություն անում, թե հայերն են կրակողը։ Դիվանագիտական ճակատում էլ մեկ-մեկ թարմացնում են հետաքրքրվողների հիշողությունը ու գնդակը դարձյալ հայերի դաշտ ուղարկում։ Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը չկա հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետևում ենք գործընթացին, կան շփումներ։ Գործընթացներն իրարից անջատ քննարկելն արհեստական է, Ադրբեջանը դրանց վերաբերում է համալիր որպես մեկ ընդհանուր պրոցես։ Այսինքն, եթե Բաքուն գեներացնում է պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ու դրանք այսպես ասենք չի ստանում, սրտի ուզածը չի լինում, վիժեցնում է ամբողջ ընթացքը։ Չի կարող օրինակ առողջ համագործակցությամբ սահմանազատում կազմակերպել, որովհետև այն խաղաղության պայմանագրից անջատված է։ Ալիևին բնորոշ պահվածք է, քաղաքագետն ասում է, կողմերի միջև փոխըմբռնում չկա բոլոր ուղղություններով։ Կողմերը չունեն դեռևս լիարժեք փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ՝ սահմանազատման, անվտանգության երաշխիքների, տարածաշրջանային հաղորդակցության պայմանների, ինֆրաստրուկտուրաների ու տվյալ դեպքում Ադրբեջանի հռետորաբանությունը շատ ագրեսիվ ու վերջնագրային բնույթի է։ Եվ ես կարծում եմ, որ այն շատ հակասում է իսկական խաղաղ գործընթացին։ Ադրբեջանը ոչ միայն պարզապես լռում ու սպասում է, այլև զուգահեռաբար գործի է դնում քարոզչական ամբողջ արսենալը, ներսում ու դրսում խաբելով, որ հայերը կրակում են ու ինքն է սահմանային սադրանքների պատուհանը բաց պահում, կրակում բնակելի տների վրա։ Ուսումնասիրելով Բաքվում գեներացվող խոսույթը, դրանք համադրելով ադրբեջանական պահվածքի հետ, մասնագետը կարծում է, կարճաժամկետ կտրվածքով սահմանային կրակոցները նպատակ ունեն պարզապես վախի մթնոլորտ ստեղծել, շանտաժի լավ պայմաններ ունենալ, հասկացնել ամեն պահի կարող են սրել իրավիճակը։ Հոգեբանական տերորի են ենթարկում այո մեր ազգաբնակչությանը, ակտիվ տեղեկատվական պատերազմ է ընթանում մեր դեմ։ Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական սպառնալիք Հայաստանին ուղղված տարվում է սեփական այդ խաղաղության պայմանագրի որոշ կետեր Ադրբեջանի շահերին ուղղելու, թեքելու, ծառայացնելու համար, Ադրբեջանը նպաստ ստորագրելու համար։ Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայաստանի արտգործնախարարի վերջին մեկնաբանությունն է խաղաղության գործընթացի հետ կապված։ Միրզոյանը սակայն զուգահեռ հաստատում է, առայժմ առաջընթաց չկա, խոսակցություններ կան։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Հայկական Արցախը օկուպացրած թշնամին կրկին հաթաթա է տալիս, հիշեցնում 2020-ի 44-օրյա պատերազմը ու սա նա անում է ամեն անգամ, երբ ոտքը հայկական հողին է դնում։ Բեղավորի այս պահվածքը նաև այն պատճառով է, որ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհից համարժեք պատասխան չի ստանում։
Կարծում է թուրքագետը 90-ականներին Էլչիբեի ու Հեյդարի կրած պարտությունը չի կարողանում մոռանալ Ալիև կրտսերը։ Ռևանշիզմը մտքից չի հանում, վախը սրտում, հոխորտում է ու հոխորտում։ Որքան էլ հիմա Ասլան կտրի, մեկ է Ալիևին հանգիստ չի տալիս 90-ականներին Ադրբեջանի Արցախյան պատերազմում կրած տոտալ պարտությունը։ Հայկական ակնայում կամ ինչպես ադրբեջանցիներն են այն անվանում Աղդամում Ալիևն ու կինը մուղամ են լսել ու կրկին հիշել Հայաստանին։ Հայկական ֆաշիզմը ցանկանում էր ընդմիշտ օկուպացնել այս տարածաշրջանը եւ ցավոք որոշ օտարերկրյա պետություններ, որոնք կանգնած էին նրանց թիկունքում, համերաշխ էին նրանց հետ։ Ընդհանրապես ադրբեջանա-թուրքական կողմը հաճախ է հայերին Հայաստանին հիշատակում ֆաշիզմի կոնտեքստում, եւ դրա պատճառներն ըստ պատմաբան մասնագետների պատմական անցյալի խորքերից են գալիս։ Գարեգին Նժդեհը, Զորավար Անդրանիկը կյանքի գնով պաշտպանեցին ու պահեցին Սյունիքը, եւ հենց այդ ժամանակներից հայերը ադրբեջանցիների եւ թուրքերի համար դարձան ֆաշիզմի դեմքեր։ Մոռանում են այն հանգամանքը, որ այդ տարածքները պատկանել են հայերին եւ հայաբնակ են եղել եւ ուստի հայերը պաշտպանել են տարածքները։ Այսօր ադրբեջան-թուրքական քաղաքականությունը կայանում է նրանում, որ այն տարածքները, որտեղ նրանք ժամանակին բնակեցվեցին, սեփականաշնորեն եւ դրա լավագույն միջոցը հակադարձելն է հայերին հենց այս լոզունգներով, որպեսզի կարողանան հաստատվել եւ սեփականացնել այն տարածքները, որոնք պատկանել են հայերին, ինչպես արել են դարեր շարունակ։ Ալիևը սակայն միևնույն ժամանակ խոստովանում է, որ 1990-ականներին իր երկրում շատ ծանր էր իրավիճակը։ Էլչիբեի ժամանակաշրջանն է հիշել կրտսեր Ալիևը եւ Ադրբեջանում այդ տարիների կառավարումը բնորոշել բռնապետության, քաոսի, անարխիայի ժամանակաշրջան։ Հողերը օկուպացիայի տակ էին եւ կանոնավոր բանակ գործնականում գոյություն չուներ։ Ալիևը եղբայրական Թուրքիայի հետ Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին է անդրադարձել, նշելով, թե այդ պատերազմից հետո իրենց նկատմամբ թշնամաբար տրամադրված շրջանակները պետք է տեղյակ լինեն, որ Ադրբեջանի հետ հարկավոր է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում վաղը կզղջան դրա համար։ Ալիևը հիշում է 90-ականները այն կոնտեքստում, որ նա հաղթանակ է տարել 90-ականների Ադրբեջանին պարտեցնողներին։ Այսինքն նա իր հաղթանակը ոչ թե այսօրվա Հայաստանին է ուղղում, այլ ուղղում է 90-ականների եւ 2000-ականների Հայաստան։ Ալիևը գտնվում է բավականին մեծ էյֆորիկ ազդեցության տակ եւ ունենալով իրեն սատարող Թուրքիան իր ետևում, ամեն անգամ փորձել է տարածաշրջանին հաթաթա տալ եւ այդ 44-օրյա պատերազմի հաղթանակը նրան հնարավորություն է տալիս երկար լեզվով խոսելու։ Խնդիրը կայանում է նրանում, որ համապատասխան պատասխանը Ալիևին չի անդրադարձվում եւ Ալիևը գնալով ավելի է իր հռետորաբանությունը փոխում։ 90-ականներին պատկերն այլ էր։ Աշխարհը խոսում էր Արցախյան պատերազմում հաղթանակ տարած Հայաստանի հետ։ Հայաստանն էլ ուժեղ դիրքերից խոսում էր Արցախի ինքնորոշումից։ Այսօր այդ ինքնորոշման գիծը ուղղակի չկա։ Նա կարողանում է այս հաթաթան տալ եւ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական իրավիճակում, որ տարատեսակ խոշոր պետություններ այժմ կարծես թե եթե չասեն գովեստով, ապա լոյալ են մոտենում այն հարցին, որ Արցախը որպես այնպեսին դադարեց գոյություն ունենալով, այսպես չակերտավոր Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը եւ այսօր աշխարհը խոսում է հաղթողի հետ։ Քաղաքագիտական համայնքն է նկատել Ալիևի մոտ կա որոշակի վախ, սինդրոմ, որ Հայաստանում վերադառնալու են ռևանշիստները եւ որոնք կարող են իրավիճակ փոխել թե դիվանագիտական դաշտում եւ թե նաեւ գետնի վրա։ Ալիևը հիմա փորձում է բոլոր դիվանագիտական եւ ոչ դիվանագիտական գործիքներն օգտագործել, որպեսզի աշխարհը իր հետ խոսի, այլ ոչ թե Հայաստանի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ ԱՄՆ Սենատի և ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և Ամերիկայի համայնքին հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով։ Կոնգրեսականները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, նաև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար եւ կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Կոնգրեսականները իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։
Առանց հայ մնացած Արցախում հայկական հուշարձաններն են, որ հուշում են, որ վաղ անցյալում այստեղ տերերն էին ապրում։ Հիմա անգամ անշարժ տանկն է բռնում թշնամու վախը։ Օկուպացված Արցախում ադրբեջանցու ձեռքը հասել է դեպի ակնա փողը ուղղած Ասկերանի երկաթե հսկային, որ հուշարձան էր դարձել 90-ականներից։ Հավանաբար թշնամին դեռ հիշում է T-72-ի տված դասն ու ցավը։ Ոչ միայն հուշարձանների, այլև պատմական հիշողության դեմ, հենց այս ճակատում է կռիվ տալիս թշնամին։ Ադրբեջանցիների հերթական թիրախը Մայրաբերդ Ասկերանի հուշահամալիրն է, փաստում են արբանյակային լուսանկարները։ Ոչնչացրել են հուշահամալիրը ու նաև Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող Արցախյան ազատամարտին նվիրված տանկ հուշարձանը։ Վանդալիզմի երկու դեպքերն էլ իրագործվել են ծանր շինարարական տեխնիկայով։ Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում էին գտնվում հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ, ինչպես նաև հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը։ Շուշիի ազատագրման, հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի նախաշեմին հերթական ոչնչացված հուշահամալիրն է։ Մինչ այդ մենք տեղեկություն ենք ստացել, որ օղին է հավասարեցվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տարածքում գտնվող հուշահամալիրը, որի տարածքում ոչ միայն հայրենական մեծ պատերազմի, այլ նաև Արցախյան պատերազմի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցված։ Ոչնչացնելով հուշարձանը փորձում են ջնջել հիշողության բեկորները, ասում է Կովկասագետ Ավանեսովն ու ընդգծում։ Մեծ հայրենականի հաղթանակը այդ թվում խորհրդային պետություններինն է, որը փաստացի Ադրբեջանի համար որևէ արժեք չունի։ Ցավոք սրտի արողակարգային հայտարարություններից բացի մինչ օրս որևէ լուրջ հակադարձող քայլ, հայտարարություն դատապարտում չի եղել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացության կողմից։ Մի քանի անգամ հարցին անդրադարձել են ճեպազորությունների ընթացքում, ընդհանրապես նշելով, որ մենք ադրբեջանական կողմին պահանջել ենք, որպեսզի հարգեն հայրենական պատերազմի հիշատակը, ոչ ավելի։ Թշնամու այս համակարգված քաղաքականության նպատակը մեկն է ջնջել հայերին ու նրանց հետքը։ Մինչև երբ են քաղաքական շահերը գերադասելու ու աչք փակելու մշակութային այս էթնոցիդի վրա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Թե քաղաքական երկխոսության, թե տնտեսական փոխգործակցության առումով Հայաստանը և Չինաստանը այս պահին հարաբերությունների էական զարգացման փուլում են գտնվում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեի հետ հանդիպմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ անդրադարձել Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Առջևում այն թեմաներն են, որոնք կպատմենք քիչ անց։ Մոսկվա-Կիև հաջորդ ռաունդը Ստամբուլում։ Զելենսկին սպասում է Պուտինը կգնա, որ կողմն է կոռուպցիայի մեջ թաթախված իշխանություն ընդդիմություն բանավեճ խորհրդարանում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, թողարկումը շարունակենք միջազգային լուրերով։ Շվեյցարիայում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև անցկացված առևտրային երկօրյա բանակցությունները ըստ ամենայնի դրական արդյունք են ունեցել։ Չինաստանի ներկայացուցիչները խոսել են կարևոր համաձայնության հանգելու և տնտեսական երկխոսության համար նոր ֆորում ստեղծելու մասին։ Բանակցությունների մասին այլ մանրամասներ կողմերը չեն հայտնում։ Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը սակայն նշել է, որ այսօր սպասվող համատեղ հայտարարությունը աշխարհի համար լավ նորություններ է պարունակելու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների 4-րդ փուլը արդյունավետ է գնահատել ու նշել, որ կողմերը այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները։ Բանակցողի դերում հանդես եկող Արաղչին նաև հավելել է, որ վիճելի հիմնական կետերը քննարկվել են ավելի համամասնորեն, ինչն էլ հանգեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիրքորոշումների փոքր-ինչ մերձեցման։ Հիշեցնեմ, որ միջուկային համաձայնագրի շուրջ Օմանի միջնորդությամբ ընթացող ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները մեկնարկել էին ապրիլի սկզբից։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը լուծարվում է պետական, հայտարարել է նաև 40 տարուց ավելի Թուրքիայի հետ շարունակվող զինված հակամարտությունը դադարեցնելու որոշման մասին։ Հիշեցնեմ, խմբավորման առաջնորդ Աբդուլլա Օջալանը դեռ փետրվարին էր հանդես եկել կուսակցությունը լուծարելու կոչով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համաձայնի Ստամբուլում անձամբ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Interfax.ru-ն գրում է, որ Փարիզի տեսանկյունից հրադադարը ցանկացած խաղաղ բանակցությունների նախապայման է։ Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ ծրագրված է նաև զրույց թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Նա չի բացառել նոր իրական զինադադարի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը եւ նշել, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ Առաջին անգամ միջնորդի դերում ձախողված Թուրքիան երկրորդ անգամ է հարթակ առաջարկում Մոսկվային եւ Կիևին բանակցությունների համար։ Չորեքշաբթի մայիսի 14-ին նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի այցը Ստամբուլ, որտեղ ծրագրվում է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը կսպասի Ռուսաստանի նախագահին, բայց Պուտինը կգնա։ Իսկ եթե Մոսկվան չհամաձայնի 30-օրյա հրադադարի, ապա նոր պատժամիջոցներ են սպասվում Արևմուտքից ու Միացյալ Նահանգներից։ Ռուս-ուկրաինական երկար ձգվող պատերազմից ավելի քան 3 տարի անց Ռուսաստանի նախագահն առաջարկեց Ուկրաինային հանդիպել մայիսի 15-ին Ստամբուլում հակամարտության սկզբնապատճառները կարգավորելու համար։ Մոսկվան առաջարկում է անհապաղ վերսկսել դեմ-առ-դեմ բանակցությունները առանց նախապայմանների։ Հիմա ռազմական գործողություններ, պատերազմ են ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ։ Այստեղ ինչ վատ բան կա։ Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան։ Պուտինի հայտարարությունից ժամեր անց Ուկրաինան նաև Կիևին աջակցողները հորդորել էին Մոսկվային 30-օրյա հրադադար հաստատել։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները զգուշացրել էին, եթե Կրեմլը չհամաձայնի, կլինեն պատժամիջոցներ։ Պուտինը ի պատասխան առաջարկեց նախ հակամարտության կարգավորման շուրջ բանակցել, չբացառելով, որ արդյունքում կարող է նաև հրադադարի հարցը լուծվել։ Այս ընթացքում Թուրքիայի նախագահը համաձայնեց ռուս-ուկրաինական բանակցությունները հյուրընկալել։ Կայուն հրադադարի մասին խոսք լինել կարող է, հակված են կողմերը գործակցության։ Քաղաքագետն ասում է, դրամաբանորեն տարբեր նպատակներ են հետապնդում նրանք։ Հետո հիշեցնում է նախորդ ձախողված բանակցությունները դեռ պատերազմի մեկնարկին, թե բելարուսական, թե թուրքական հարթակներում։ Եկան ինչ-ինչ համաձայնությունների, որոնք հետագայում երկու կողմեր մերժեցին։ Գոնե մեկ ամսվա ընթացքում, չգիտեմ, երկու ամսվա ընթացքում ամբողջական զինադադար դժվար է պատկերացնել։ Քաղաքագետն ասում է, պարզ է, որ օրինակ բելարուսական հարթակը առավել ձեռնտու է ռուսական կողմին, առավել ևս եթե դա համեմատենք նատոյական Թուրքիայի հետ։ Էրդողանը երբեք չի թաքցրել իր կողմնորոշումն այս հարցում ու աջակցությունը Կիևին։ Ինչու է նորից ակտիվանում Ստամբուլը ու մեծ բանակցության հարթակ տրամադրողի հեղինակությունը տրվում Էրդողանին։ Ռուսաստանը անընդհատ փորձում է Թուրքիային, ինչպես նաև տեսնում ենք Ադրբեջանին, անընդհատ կիրաշահում է, անընդհատ այսպես ռևերանսներ է անում, ուրեմն ունի ինչ-որ լուրջ կախվածություն։ Հիմնականում տնտեսական առումով է այդ կախվածությունը դրսևորվում, որոշ կարևոր այսպես տրանզակցիաներ առևտրական եւ ֆինանսական տեղի են ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Կարծում եմ նաև ինչ-որ առումով Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև համաձայնություն կա։ Այստեղ մի ուշագրավ փաստ ևս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 16-ը կայցելի Թուրքիա։ Հենց այդ օրերին է Ռուսաստանի ղեկավարությունը Կիևին առաջարկել բանակցություններ վարել Ստամբուլում։ Եվ ուրեմն ինչ ուղղություն է վերցնում աշխարհի վերջին տարիների ամենամասշտաբային հակամարտությունը, միանշանակ կանխատեսումներ անել քաղաքագետները չեն շտապում, որովհետև իրադարձությունները արագ են փոխվում։ Ամեն դեպքում դիվանագետների հաջորդ կանգառը Ստամբուլ, չհաջողված հարթակի ռեինկարնացիան։ Տիգրան Ուիգուրգինյան, ժամը լրատվական։ Հռոմի նորընտիր Լեո 14-րդ պապը իր առաջին կիրակնօրյա ուղերձում կոչ արել աշխարհի տերություններին դադարեցնել պատերազմները։ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին ուղղված իր հորդորում հովապետը ընդգծել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հրադադարի հաստատման, Ուկրաինայում եւ Գազայի հատվածում իսկական եւ երկարատև խաղաղության հասնելու եւ իսրայելցի պատանների ազատ արձակման կարեւորությունը։ Եվ կրկին Հայաստան ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը պետք է գործի ոչ թե անցյալ ժամանակի, այլ անցյալ կատարյալի համար, համոզված է ընդդիմադիր падգամավորը։ Խորհրդարանում այսօր իշխանություն ընդդիմություն կրքերը կրկին թեժացել են, ով է ավելի շատ կոռուպցիայի մեջ թաթախված հարցի շուրջ։ Թեմայի զարգացումներին հետևել է Նայիրի Մուրադյանը։ Ազգային ժողովի իշխանական թևը հիմա էլ զարմանում է, սակայն միևնույն ժամանակ ողջունում, որ ընդդիմադիրները լիովին ու ամբողջությամբ ընդունել են ՔՊԱ-ականների պատկերացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից,
Չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ։ Ներսի խնդիրներից մեկը կոռուպցիային է վերաբերում։ Ազգային ժողովի падգամավորական երկու բևեռները մեկը մյուսին են մեղադրում։ Հիմա ով է կոռուպցիայի մեջ շատ թաթախված, ընդդիմությունը թե իշխանությունը։ Ակնհայտ է, որ ինչպես դուք եք սիրում ասել, դիվահարվում եք, երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում։ Անհասկանալի է իսկապես, երբ որ պարզ հարց, երբ որ հնչում է ինչ եք անում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ, նման բուրըն արձագանք է դալիճում լինում ավելին, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը Սամբյոնից հրապարակային հայտարարում է եւ նաեւ կրկնում են մի շարք падգամավորներ, որ գյուղը գնում է, պահանջում են նախագաներին նստեցնել։ Անկեղծ ասած, այստեղ նստած եւ ոչ մենակ այստեղ նստած, նաեւ ստեից դուրս այդ երևույթներից հետո քաղաքացիները իզնից էլ պահանջում են, թե ինչու օրինակ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում Բարսագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնելու եւ պարբերաբար այդպիսի պահանջով առաջնորդվելու համար։ Իշխանական թևը Արծվիկ Մինասյանին էլ էր մեղադրում կոռուպցիոն գործարքների մեջ։ ԿՊԱ-կանները վկայակոչում են Մինասյանի 2016 թվականի մեքենան։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել եք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձնում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։ Ուր են այդ գույքերը։ Մինասյանն առաջարկեց գնալ Արշակունյաց եւ Տիգրան մեծ պողոտաներ, տեսնելու թե ովքեր են դարձել մեծահարուստներ։ Իշխանապողությունից հետո պարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կան։ Դա անպայման կբացահայտվի, իհարկե կբացահայտվի։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կենքան հոդված են վրեն գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ ԿՊԱ-ական падգամավորը կրկին կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետությանն անդրադարձավ։ Ձեր առածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է, որովհետև այդ process-ը օրինակ ոնց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք հակաբանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Մինասյանն էլ արձագանքելով ԿՊԱ-ական падգամավորին հայտնեց, թե ապօրինի գույքը պետք է իրավունքի ուժով բռնագանձվի։ Մինասյանի ձևակերպումն այսպիսին էր. ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ կատարյալով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ վաղուց արդեն պատուհան բացելով տուն օդափոխելը իսկական ճողություն է։ Պարզ է պատճառը օդը փոշոտ է Երևանի, մի թեթև քամի ու վարդագույն Երևանը մոխրագույն փոշու մեջ կորած է։ Հիդրոօթերոթաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ երեկվա քամու հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում փոշին 3 ու 9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ որտեղ մնացին կանխարգելող միջոցառումները, որ պետք է նվազեցնեին շինհրապարակներից ու հանքերից արտանետվող փոշու ծավալները։ Սովորական օր Երևանում ուժգին քամին փոշին ու աղբնոտ է հանել, քաղաքը պարուրել, վարդագույն Երևանը գորշ մոխրագույն է։ Բնականաբար այն բոլոր հարյուրավոր շինհրապարակները եւ մոտ 3 տասնյակ բաց հանքերը, որոնք որ կան Երևանում եւ նրա շրջակայքում, այդ տարածքներից չկառավարվող փոշին բարձրացել է երկինք եւ տարածել։ Բնական է, եթե պետք է լինի, որովհետեւ դա մենք ենք հասցրել այդ օրին։ Նոր օրենք էր, որ պիտի հատուկ ցանցերով շենքերը փակեն։ Քանի տեղ կարող եք ցանցապատ շենք տեսնել, շատ քիչ։ Այսինքն այն նորմերը, որ տալիս է եւ Քաշինը, քաղաքապետարանը, այդ ամեն ինչը չի իրագործում։ Փոշու հարցում հասելու հատել են հնարավոր ու անհնար կարմիր գծերը, բնապահպաններն այս ահազանգը տևական ժամանակ է հնչեցնում են։ Մասնագետները պնդում են Երևանի հատկապես կենտրոնական տարածքներում շնչելը խիստ վտանգավոր է դարձել։ Այստեղ հիշենք, որ ամիսներ առաջ օրինակ Պարոնյան փողոցում առցանց տարբեր հարթակներ հորդորում էին ոչ ավելի, ոչ պակաս հակագազ կրել։
Փոշին բնականաբար շատ վտանգավոր է, որովհետև իր մեջ ծանր մետաղներ ու ինչ ասած պարունակում է, որ փոշին շնչում են մեր երեխաները։ Արդյունքը գնալու է այնտեղ, որ Երևանում ապրող մարդու ընդհանուր գլոբալ վերցրած կյանքը ավելի կարճ է լինելու։ Էկոլոգիական ճգնաժամը հաղթահարելու համար ըստ փորձագետների նախ հստակեցնել է պետք պատասխանատու կառույցները։ Չմոռանանք նաև կլիմայական փոփոխությունները։ Խնդիրն արձանագրելուց բացի քայլ-քայլ հաշվարկենք, ինչ ենք անում։ Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծվի, մինչև անտառապաշտպան շերտերը չվերականգնեն Երևանի ու ամեն ինչը, որ արվում է, այդ հանքեր, շինարարություն եւ այլն, այդ շարունակի ոչ մի խնդիր հնարավոր չի լուծել։ Փրկարար ծառայությունն էլ ի դեպ հաղորդում է, որ 3 ուժգին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք են գրանցել երկրում, որից 44-ը միայն Երևանում։ Տանիքների թիթեղներ, հեղեղատար խողովակներ են վնասվել, ծառեր տապալվել։ Ահա դրանցից մեկը մինչև վերջին արմատը կտրվել է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Սյունիքի զարդը հնարավոր է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Վճարել 20 միլիոն, ծառայել 1 ամիս, բանակից խուսափելու, թե ծառայության նոր պայմաններ Հայաստանում։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Սյունիքի զարդը կարող է լրացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկը։ Մոտ 7500 հեկտար զբաղեցնող տարածքի մեջ է գտնվում Տաթևի վանական համալիրը, Որոտանի կիրճն ու մի քանի եկեղեցի ու մատուռ։ Սա նշանակում է, որ աշխարհի մշակութային քարտեզում Հայաստանը կարող է առանձնանալ ոչ միայն պատմա-ճարտարապետական, այլև բնական հուշարձաններով, որոնք ոչ պակաս կարևոր են, իսկ Հայաստանում դրանք բազմաթիվ են։ Տաթևի վանական համալիրը եւ Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են, նախատեսվում է դրանք ճանաչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, միջազգային վերահսկողություն եւ աջակցություն ապահովելու համար։ Ռեդպրոց գիտակրթական կենտրոնը միջազգային փորձագետների հետ քննարկում է նախագիծը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկման է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբանական լանդշաֆտ։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության եւ ինքնության մեր իրավունքը։ Տաթևը ինքը տեղում է մնացել, բայց 4-5 գյուղեր ունենք, որոնք արդեն որ ասում եմ քանդվելու վիճակի մեջ են ու շատ ցանկալի կլինի նման ծրագրով մենք առաջ տանենք, որպեսզի փրկենք մեր պապերի թողածը եւ փոխանցենք մեր ժառանգներին։ 301 իմաստության երկիր եւ ամարյան հիմնադրամների աջակցությամբ 2023-ից 2024 թվականներին իրականացրել են գիտական արշավներ։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը 7490 հեկտար է, բուֆերային գոտին 20180։ Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը, եկեղեցիներ, մատուռներ, ինչպես նաեւ պատմական ենթակառուցվածքներ։ Ծրագիրը միայն մշակութային ժառանգության մասին չէ, այլև մարդկանց, հայերի ու Հայաստանի անվտանգության։ Նման մեծածավալ տարածքի կառավարումը, որը ներառում է տարբեր գործառութային, սեփականության եւ պատմական նշանակության օբյեկտներ, լուրջ մարտահրավեր է։ Քննարկում ենք բոլոր մարտահրավերները, ինչպես նաեւ ժառանգության օբյեկտի կառավարման եւ կայուն զարգացման համալիր մոտեցման հնարավորությունները։ Գիտական հանրության, միջազգային մասնագետների, պետական կառույցների եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումների առանցքային հիմնահարցը հայկական ժառանգության պահպանությունն էր։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Առողջապահական թեմաներ, ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս 7 չափել, 1 կտրել կամ ինքնագլուխ չայրել մարմնի վրա առաջացած թեկուզ փոքր աննշան խալը։ Միջամտությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մաշկի քաղցկեղի հանգեցնել, տարեկան թեև 100-ի չի հասնում մեր երկրում գրանցվող դեպքերը, սակայն մելանոմաներին մատների արանքով էլ նայել չի կարելի։ Արտաքինից անվտանգ թվացող փոքր խալն անգամ ամբողջ օրգանիզմը կարող է ախտահարել, եթե դրա չափերի, անկանոն եզրերի կամ գույնի փոփոխությունը չնկատեք, ժամանակին բժշկի չդիմեք։ Հավանաբար արևի ճառագայթների ազդեցության, ծխախոտի կամ էլ սթրեսի արդյունքն է, որ մաշկային ուռուցքային հիվանդության, մասնավորապես դրա ամենաագրեսիվ տեսակներից մեկին, մելանոմային է հանգեցրել։ Օրինակ, մեր երկրի պաշտոնական վիճակագրությամբ յուրաքանչյուր տարի 60-ից 70 մարդու մոտ է այն ախտորոշվում։ Այս թվի հետ սակայն հաշտ չեն առողջապահության
նախարարությունում պաշտոնյաները ասում են, իրական պատկերը չի արտացոլում։ Պացիենտները, որոնք կարիք ունեն հետազոտման, իրենց քանակը չի ավելանում։ Չգիտես խի մարդիկ անուշադրության են մատնում մաշկի վրա տեղի ունեցող փոփոխությունները, չեն դիմում մասնագետների, երբեմն դիմում են ոչ ճիշտ մասնագետների, այն մասնագետների, որոնք չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Այն բոլոր դեպքերը, երբ որ դիմում են մարդիկ տարբեր տեսակի կոսմետոլոգիական սալոններ, իբր վառում են խալերը, այսպես կոչված, հա, եւ այլն բաց թողումները շատ են լինում եւ մելանոմայի դեպքերը մենք այդպես էլ չենք կարողանում ընդգրկել ուռուցքաբանի եւ մաշկաբանի հսկողության տակ եւ բաց են մնում այդ դեպքերը։ Տարեկան 60-ից 70 դեպքերն ի դեպ հիմնականում հայտնաբերվում են 4-րդ փուլում։ Վիճակագրությունը ճիշտ կես-կես է, 50% դեպքերում առաջինից 3-րդ փուլ, մյուս 50-ը 4-րդ։ Ավելի ուշ ավագ սերնդի մոտ են ախտորոշում, պակաս ուշադիր են մաշկի փոփոխությունների նկատմամբ երիտասարդների համեմատ, սակայն քաղցկեղի այս տեսակի դեպքում էլ շուտ հայտնաբերումը մինչև 100% բուժման երաշխիք է։ Հայաստանը իհարկե ամենաբարենպաստն է, որովհետև գենետիկորեն մենք բաց մաշկ ունենք, հին հայը ավելի բաց մազերի գույն է ունեցել, ավելի բաց աչքեր է ունեցել, աչքերի գույն է ունեցել եւ արևի ճառագայթումը դե Հայաստանում գիտեք, հա, բավականին բարձր է, բայց ինչն է հետաքրքիր, որ գենետիկորեն մեր օրգանիզմը հարմարվել է այս պայմաններին եւ կարծես թե ինչ որ պաշտպանական մեխանիզմներ են մշակվել։ Դրա համար եթե ենթադրենք, որ մենք տարեկան ախտորոշում ենք, չենք ենթադրում, գիտենք, որ ախտորոշում ենք 70-80 դեպք, եկեք կրկնապատկենք կամ միգուցե եռապատկենք այդ թիվը եւ ընդհանուր մելանոմաների թիվը պատկերացնենք։ Արևի ճառագայթների ներքո եք լինելու, անպայման արևապաշտպան օգտագործեք, դրա կարիքն անգամ այսօր կար, երբ անպամած էր երկինքը, ասում է բժիշկը։ Իդեպ արդեն 26 տարի մայիսը քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարի ամիս է համարվում։ Երևանի ու մարզերի բուժկենտրոններում անվճար հետազոտություններ կլինեն, անցած տարի ախտորոշված բուժառուներն արդեն առողջ են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 20 միլիոն դրամ վճարիր ու ծառայիր 1 ամիս կամ 15 միլիոն 6 ամիս տարբերակով իշխանական խմբակցության падգամավորն է առաջարկում ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն տալ նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում ծառայության այս տարբերակից կարող են օգտվել միայն 27 տարին լրացած եւ պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն կունենան նաև 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները։ Օրենսդրական նոր նախագիծը ժամկետային զինծառայողներին ընտրության հնարավորություն է տալիս։ Ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ինչպես նաև ծառայել 1 ամիս եւ վճարել 20 միլիոն դրամ։ Իշխանական падգամավորն ասում է, փորձում են խրախուսել արական սեռի ներկայացուցիչներին ստանալ Հայաստանի քաղաքացիություն մինչև պարտադիր զինծառայության տարիքի լրանալը։ Դիտարկելով վերջին 20 տարիների զորակոչվածների թիվը, ծառայության ժամկետի երկար տևողության, նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված, ըստ падգամավորի մեծաթիվ քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինծառայությունից։ Հրավիրվածների 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները սեփական տանը կպչուն ժապավենով փակել են քաղաքացու բերանն ու ծեծել, ապա տեղափոխել ոստիկանություն, այնտեղ է ծեծել այնքան, որ սկսել է փսխել։ Ծանր վիճակում խնդրել է շտապօգնություն կանչել, այնինչ ասել են գնատուն տնից կկանչեն։ Նախորդ օրը քնած մնալու ու ժամանակին քննչական բաժանմունք չներկայանալու հետևանքն է մանրամասնել է տուժողը։ Նրա խոսքով արթնանալուն պես զանգահարել է ոստիկանություն, ներկայացրել իրավիճակը։ Ոստիկանությունից էլ ասել են, որ կարող է ավելի ուշ ներկայանալ։ Գնացել է, բայց չեն ընդունել։ Դեպքի արդիվ քրեական վարույթ են նախաձեռնել խոշտանգման հատկանիշներով, մինչդեռ տուժողի փաստաբանը տեսանյութից ելնելով պնդում է, որ այնտեղ ոչ միայն խոշտանգման տարրեր կան, այլև արժանապատվությունը նվաստեցնող։ Իսկ ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում տղամարդու դի են հայտնաբերել։ Դեպքը տեղի ունեցել մայիսի 11-ին ժամը 20:30-ի սահմաններում։ ՏՏ-բժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ առավոտից կրկին բողոքի ակցիա են իրականացրել դպրոցի բակում, այնուհետև գնացել ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ու փակել փողոցները։ Ծնողների խոսքով իրենց պահանջը մնում է անփոփոխ, տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալիա Ստեփանյանին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը եւ սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։ Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան լարերը պոկվել ընկել են, ինչի հետևանքով մահացել է հովիվը, որն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս է եղել։ Դեպքը տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 14:50-ի սահմաններում։ Նախնական տեղեկություններով տղամարդը էլեկտրահարվելու հետևանքով է մահացել։ Սատկել են մի քանի խոշոր եղջերավոր անասուններ։ Իրավապահները պարզում են մահացածի նաև սատկած խոշոր եղջերավորների սեփականատիրոջ ինքնությունը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։
Թողարկման ավարտին օդերևութաբանական կանխատեսումներ։ Մայիսի 13-ից 15-ին հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժ գնացում։ Իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ սպասվող եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 15-ից 18 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կլինի 18-ից 22, Լոռիում 17-ից 20, Տավուշում 20-ից 23 աստիճան տաքություն։ Արարատում, Արմավիրում սպասվում է 23-ից 25 աստիճան ջերմություն։ Սյունիքի Հովիտներում կլինի 23-ից 26, Սյունիքի նախալեռներում 16-ից 20 աստիճան տաքություն։ Իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը սպասվում է 11-ից 13 աստիճան, ցերեկը 21-ից 23, երեկոյան ժամերին կլինի 15-ից 17 աստիճան ջերմություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։